Բարերեկո այսօր 2026 թվականի մայիսի 8-ն է, հաղթանակի օրը։ Եվ ես խոսելու եմ պարտությունից։ Այսօր մի քանի հաղթանակների օր է։ Մեծ հաշվով ավարայրի ճակատամարտը, որը պարտություն էր, մեզ համար դարձավ հաղթանակ 451 թվականին։ 1945 թվականի հաղթանակը, երբ ոչ թե մայիսի 9-ին, այլ 8-ին գերմանական գեներալները ընդունեցին պարտություն, ստորագրեցին կապիտուլյացիա, մեզ համար իհարկե համաշխարհային հաղթանակի մաս էր, որի խորանին մենք բերեցինք քառորդ միլիոն զոհ։ Աշխարհաքաղաքական տեսակետից դա ավելի շատ, ինչպես հիմա է երևում, պարտություն էր։ Գրեթե բոլոր երկրները, հաղթող երկրները ստացան տարածքային, տնտեսական, բազմաթիվ արտոնություններ, առավելություններ, մենք մի սանտիմետր հող չավելացրեցինք քառորդ միլիոն զոհ տալուց հետո։ 1992 թվականի մայիսի 8-ը, Շուշիի ազատագրման օրը, իմ սերնդի համար կյանքի երևի ամենաերջանիկ օրն էր։ Դա հաղթանակ էր, թեև այնինչ կատարվեց հետո, ոչ անմիջապես 10 օր հետո ազատագրվեց նաև Լաչինը, Բերձորը, բացվեց ճանապարհը դեպի Հայաստան, և դա բեկունային պահ էր, բայց ադրբեջանա-ռուսական հակահարձակումը, ես ասում եմ նաև ռուսական, որովհետև մի քանի դիվիզիա, առնվազն Շամանովի դիվիզիան Գյանջայի ամբողջ կազմով գրեթե և մի շարք այլ դիվիզիաներ, վարձկաններ ռուսական մասնակցեցին Ադրբեջանի կողմից, և մենք կորցրեցինք Արցախի 2/3-ը, Արցախ աշխարհի 2/3-ը, դա ծանրագույն պահեր էին 92 թվականի աշունը, բայց դա հաղթանակ էր։ Եվ հիմա ինձ տանջում են միտքը, որ մեզ փորձում են ստիպել, ամաչել, լռել, չխոսել այդ հաղթանակի մասին, և շատերը կարծես թե ընդունում են այս հաղթանակը որպես պարտություն։ Եվ ես այսօր այդ մասին եմ ուզում խոսել։ Վերջին օրերին ինձ հաճախ իսկապես հոդվածներով, հաղորդումներով, մեկնաբանություններով մեղադրում են հակապետական քարոզուի համար, օտարերկրյա շահերը պաշտպանելու, ընդ որում անգամ ասում են ռուս շպիոն ես դու, Խզմալյան, ես։ Ճակատագրի հեգնանք է, երբ տարիներ առաջ մենք մի փոքրիկ խմբով կանգնած ենք ռուսական ռազմաբազայի դեմ բողոքի ակցիայում պահանջելով հեռացնել Հայաստանից օկուպացիոն զորքերը ռուսական, կամ ռուսական դեսպանատան դեմ ենք բողոքի ցույցեր անում, մի խելացի մարդ ասաց, գիտես Տիգրան, կգա պահը, երբ այն մարդիկ, ովքեր հիմա մեզ քարկոծում են, անիծում են, փնովում են, կուրս ծեծելով կդառնան այնքան եվրոպամետ և ներ գլխի վրով կանցնեն, ոտի տակ կգցեն մեզ իրենց արևմտամետ բուռն արտահայտություններով ու մեզ կանվանեն ռուս գործակալ։ Ծիծաղեցինք, բայց վերջի տարիներին բոլոր զավեշտները իրականանում են։ Իրականանում է նաև դա։ Ոչինչ, ես հպարտ եմ, որ
իմ ընկերներին և ինձ հիմա հայհոյում են, որովհետև նաև մեր շնորհիվ ռուս գործակալ լինելը այսօր Հայաստանում դա հայհոյանք է։ 10 տարի առաջ նման բան պարզապես անհնար էր պատկերացնել, որովհետև գրեթե ամբողջ պաշտոնական Հայաստանը ռուս գործակալ էր և չէին էլ թաքցնում։ Պաշտպանության նախարարությունում մի ամբողջ հարկ ռուսական սպաներ և հատուկ ծառայությունների գործակալներն էին զբաղեցնում։ Այո, Հայաստանի պաշտպանության նախարարությունում, գլխավոր շտաբում, ԱԾ-ի մասին խոսելն էլ ավելորդ էր, այնտեղ Ձերժինսկու նկարները և ռուսական դրոշները գրեթե ամեն մի սենյակում և ամեն մի պատից էին կախված։ ԱԾ-ի սպաները, չգիտեմ ինչպես հիմա, բայց մի քանի տարի առաջ դեռ ստանում են ռուսական թոշակ մեխանիկորեն, այսինքն իրանք համարվում են նաև ռուսական FSB-ի սպաներ, պատկերացնում եք, ավտոմատիկ կերպով։ Նույնը կատարվում էր ներքին գործերի նախարարությունում, օրինակ Գյումրվա ոստիկանները բոլորը գրանցված են որպես ռուսական կազակներ, գիտեք այդ մասին։ Մենք ունենք ռուսական կազակների մի ամբողջ բանակ, որտեղ ծառայում են գրեթե բոլոր հայ ոստիկանները։ Դա ոչ միայն Գյումրիում էր, բայց Գյումրիում գիտեմ հաստատ գրեթե անխտիր բոլորը։ Մինչև հիմա կառավարությունում կան մարդիկ, ովքեր չեն էլ թաքցնում իրենց ոչ թե համակրանքը, իրենց ուղիղ աշխատանքը Ռուսաստանի շահերի համար։ Ի վերջո, մինչև այսօր մենք ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ ենք, և ռուսական զորքերը թեև նոսրացած, թուլացած կանգնած են մեր սահմանների վրա, FSB-ի զորքերը, դա բանակը չէ, դա FSB-ի զորքն է։ 102-րդ բազա, Պերմյակովի անվան, և այլն և այլն։ Ես պարզապես հիշեցրեցի դա մի պատճառով։ Մեր երկրում, մեր ժողովուրդը, մեր հասարակությունը չի տեսնում տարբերություն պետության և իշխանության միջև։ Մեր պես մարդիկ, մենք կառուցում ենք պետությունը, բայց մենք դեմ ենք իշխանություններին, ոչ թե ցանկացած իշխանություններին, իհարկե ոչ ցանկացած, բայց ստացվեց այնպես, որ այս 4 իշխանական խմբերը մեկը մյուսի ետևից դառնում էին կամ անմիջապես կամ ժամանակի հետ մեզ համար, ինպես մտածողների համար, անընդունելի, թշնամական, որովհետև նրանք հակապետական էին, մեր խորին համոզմամբ, և 4-ից 3-ը արդեն գրեթե պաշտոնապես են հայտարարված հակապետական, նրանց դեմ ոչ միայն քրեական, այլ նաև քաղաքական, աշխարհաքաղաքական մեղադրանքներն են առաջացվում, չէ՞։ Ճիշտ է, ոչ ոք այդ մեղադրանքներից առանձնապես չի տուժել, չի ունեզրկվել, չի դատապարտվել, բոլոր ուժերը մասնակցում են ընտրություններին։ Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ դատապարտված, մերժված քաղաքական ուժերը կարծես ոչինչ տեղի չի ունեցել, վերադառնում են իշխանության մեջ և հենց հիմա նրանք իշխանության մաս են կազմում, որովհետև օրենսդիր իշխանությունը, 2/3-ը դրա համենայն դեպս 3 կուսակցություններից 2-ը բաց չեն էլ թաքցնում, որ իրենք ռուսամետ են։ Այդ մասին ուղիղ ասել է Պուտինը։ Դուք ունեք այնտեղ պրոռուսական ուժեր, ասեց նա։ Ասեց վարչապետին, որը ամիսներ շարունակ, տարիներ շարունակ ասում է և ապացուցում է իր գործունեությամբ, որ ինքը
շարունակում է, ինչպես նա է արտահայտվում, ամրապնդել հայ-ռուսական դարավոր բարեկամությունը և համագործակցությունը, իսկ իրականում նա ամրապնդում է Հայաստանի գաղութային կախվածություն Ռուսաստանից, բարձրացնելով ապրանքաշրջանառություն, այսինքն կախվածությունը բոլոր ոլորտներում։ Ուստի մեր հաղթանակները արժեզրկվում են և դառնում են պարտություն։ Դա կատարվեց Արցախում, այնպես ինչպես կատարվեց 100 տարի առաջ Սարդարապատում։ Ես ասում եմ դա ամենայն պատասխանատվությամբ և գիտակցությամբ այդ հարցի, որովհետև ես հեղինակ եմ Սարդարապատ դեժավյու ֆիլմի, որը ժամանակին գրեթե 1 միլիոն մարդ է նայել։ Ես հիշում եմ այդ դիտումները տարբեր, այդ ֆիլմի շուրջը բազմաթիվ սկանդալներ են, դատական գործեր, սպանության սպառնալիքներ, ծավալվում էր մի մեծ արշավ, ինչու, որովհետև անվանելով ֆիլմը դեժավյու, Սարդարապատ դեժավյու, ես 2008 թվականին զգուշացնում էի, որ Հայաստանը կրկնում է Առաջին հանրապետության ողբերգական սխալը։ Ռազմական փայլուն հաղթանակ տանելուց հետո վերածելով այն քաղաքական պարտության։ Այդպես էլ եղավ։ Ցավոք սրտի, ես ճիշտ էի։ Եվ ցավոք սրտի, ասում եմ, որովհետև ինձ չլսեցին մեր կուսակցության զգուշացումները, կանխատեսումները, որոնք իրականացան։ Անտեսվեցին, մեզ այն ժամանակ էլ էին անվանում թշնամի, հակապետական, իշխանության աչքի փուշ, գործակալ, ճիշտ այն ժամանակ սորոսական, չգիտեմ, ուդամասոնական, անգլիական, ինչ ասես։ Հիմա մոդայիկ է այլ մեղադրանք, ռուսական շպիոն։ Ինչու, որովհետև մենք ընդամենը կասկածում ենք, որ այս իշխանության գործունեությունը տանում է Հայաստանը միակ ճիշտ ճանապարհով, եվրոպական։ Մենք պնդում ենք, որ դա առ այսօր կեղծ է, կեղծավոր է, և հակառակը ինձ ոչ ոք չի ապացուցի, մինչև որ չի արվի պարզ մի բան, Հայաստանը հանձինս իշխանության հայտ չի ներկայացնի Եվրամիության անդամակցությանը։ Մնացածը ամենը զուտ դատարկ խոսքեր են, դատարկախոսություն, դեմագոգիա, որը դեմոկրատիայի գլխավոր թշնամին է։ Եվ ահա ինչու սեփական խայտառակ պարտությունը արդարացնելու, սվաղելու, լղոզելու համար իշխանությունները ներկայացնում են մեր հաղթանակը որպես պարտություն։ Ասում են, որ դա միջազգային խարդավանքների արդյունք էր, որ դա սխալ էր, որ դա օտար երկրյա գործակալությունների, հատուկ ծառայությունների պատվեր էր։ Ժողովուրդ, դուք լսել եք այդ ամենը, չէ՞։ Ինձնից չէ, որ առաջին անգամ եք լսում։ Դուք չամաչեցիք, որ լսել եք այդ ամենը Հայաստանի գլխավոր ամբիոններից։ Դուք չամաչեցիք ձեր երիտասարդության համար, ավելի ճիշտ նրա համար, որ ձեր ազգային վերելքը, արժանապատվությունը, հպարտությունը, մեր ու ձեր համատեղ հաղթանակը
Հիմա վարկաբեկում են, ցեխի մեջ են կոխում են ու չեն հանում, սրբապղծում են այն, այլասերում են այն, հանուն ինչի, հանուն սեփական պարտությանը, արդարացմանը, ապացուցելով, որ մենք մեղավոր չենք, դուք բոլորդ եք մեղավոր, բոլորը մեր պես են և մեզնից վատը, և դուք լռելով կամ լուռ համաձայնվելով կամ անգամ բարձրաձայնելով, այո, ճիշտ է, այդպես էր, դուք դավաճանում եք ինքներդ ձեզ, ու էլ չեմ ասում Մոնթեին, Լեոնիդին, Բեկորին, հազարավոր մեր քույրերին ու եղբայրներին, Արցախը, Հայաստանը, դուք թույլ տվեցիք, որ դա բաժանեն և ասեն, որ դա սխալ էր, դա չկար ու չպետք է լիներ, ես երբեք դրան չեմ համաձայնվի, և այս օրերին հիմա ասում են, որ ով որ դրան համաձայն չէ, նա խաղաղություն չի ուզում, նա ուզում է պատերազմ, ես եմ ուզում պատերազմ, դուք եք ուզում պատերազմ, ես 2 պատերազմ եմ անցել, ով իրավունք ունի ինձ նման մեղադրանք ներկայացնելու, այն ինչ անվանում են խաղաղություն այսօրվա իշխանությունները, իրականում պարտություն է, և մենք միշտ կարող ենք խուսափել այդ պարտությունից, հիմա էլ կարող ենք խուսափել դրանից, բերեմ ամենաթարմ օրինակը, չգնամ հեռավոր պատմության մեջ, մայիսի 2-ին էր կարծեմ, երբ Փաշինյանը որոշել է խոսք տալ Ալիևին, և Ալիևը, որը մի քանի ժամ դրանից առաջ հայտարարել է, որ Ադրբեջանը դուրս է գալիս Եվրախորհրդարանի համակարգից, սառեցնում է իր մասնակցությունն այնտեղ, քանի որ Եվրախորհրդարանը կողմնակալ է, հակաադրբեջանական է, կաշառված, կոռումպացված, այդ կաշառակեր, մարդասպան, մարդակեր դահիճը մեկը մյուսի հետևից մերժեց բոլոր այն պահանջները, որը Եվրոխորհրդարանը, այսինքն Եվրոպական միության խորհրդարանական վեհաժողովը ներկայացրեց։ Մեզանում քիչ են այդ մասին խոսում, գիտեք ինչու, որովհետև մեր կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը նույնպես մերժում է այն բոլոր սկզբունքները, որը պնդեց Եվրախորհրդարանը և Եվրամիությունը։ Որոնք են դրանք։ Արցախահայության վերադարձի իրավունքը, դա պատերազմի քարոզ է, ինչպես ասում է Փաշինյանը, այսինքն Եվրամիություն և Եվրոխորհրդարանը քարոզում են պատերազմ, ոչ, պարոն Փաշինյան, ոչ անհարգելի սազանդարներ, որ ինձ եք անվանում պատերազմի բազե, այ դուք խաղաղության աղավնիներ, որ պատերազմի դաշտում երբեք չեք երևացել։ Եվրախորհրդարանը հենվում է ՄԱԿ-ի գլխավոր դատարանի, Հաագի դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի վճռի վրա, համաձայն որի 1991 թվականի Ալմատյան հռչակագրով Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնավար մարզը ենթարկվել էր ցեղասպանական բռնահանմանը,
դրա բնակչության։ Եվ միջազգային օրենքով Արցախայությունը ունի իրավունք եւ վերադարձի, եւ փոխհատուցման, եւ այնտեղ ապրելու միջազգային երաշխիքների ներքո։ Բայց նման պահանջը իրականացնելու համար անհրաժեշտ է հայցվոր, անհրաժեշտ է պահանջատերը, անհրաժեշտ է Հայաստանի պետությունը, որը ասում է, որ մենք դա չենք ուզում, որ մենք ընդհանրապես լսել չենք ուզում Արցախայության վերադարձի մասին, Արցախի մասին, Արցախյան շարժման մասին, եւ կրկնում են այն, ինչ պնդում է Ալիևը, եւ մեզ ասում են, որ ախր դուք պատերազմ եք հրահարում։ Երկրորդը, ռազմագերիների վերադարձը, այդ մասին էլ չի խոսվել վեաժողովում։ Ավելի ճիշտ, վեաժողովը խոսել էր, պատրաստ էր խոսել, Թրամփն էր առաջարկում Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, մենք լսել ենք բոլորը դա, նա ասել էր, դուք այնտեղ քրիստոնյա պատանդներ ունեք, ես հիմա կասեմ փոխնախագահին Վենսին, նա կասի Ալիևին, կամ հենց ես Ալիևին կասեմ, եւ մենք լսում ենք, լսափողները, բարձրախոսները միացրած էին, եւ Փաշինյանը ասաց իր փայլուն անգլերենով, we will talk about it later, մենք հետո այդ մասին կխոսենք, խոսեցիք, 6-րդ տարին է, մեր գերիները այնտեղ են, ադրբեջանական բանակը գտնվում է ոչ միայն զավթված Արցախում, զավթված, որովհետև 91 թվականի ձեր սիրած Ալմաթիի հռչակագրով այդ տարածքում իրավունք ունեին ապրել հայերը, սովետական եւ ադրբեջանական սահմանադրության համաձայն, որը դուք հիմա բերում եք որպես բարատ, բայց սա պետք է լինի, հա, թող լինի սա, բայց այդ հռչակագրով Արցախ կար, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, իսկ Մինսկի խմբով, Մինսկի խմբի և Մադրիդյան սկզբունքներով, այն ոչ միայն կար, այն ունենալու էր ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության հետ և միջազգային խաղապահների պաշտպանության ներքո էր ապրելու, այն Մինսկի խմբի, որը դուք, պարոն Փաշինյան, չեղարկեցիք Ալիևի պահանջով, այն Մադրիդյան սկզբունքներին համաձայն, որը դուք անվանում էիք անընդունելի, այսինքն հիմիկվա իրավիճակը ձեզ համար ավելի ընդունելի է, սա է պարտությունը, պարտությունը ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ն էր, դա ռազմական պարտություն է, ռազմական պարտությունները միշտ կարելի է վերածել քաղաքական հաղթանակի, բայց դուք կրել եք քաղաքական պարտություն, և հիմա արգելում եք մեզ նշել մեր ռազմական հաղթանակները, այսօր ոչ մի բան չասվեց Շուշիի ազատագրման մասին, այսօր չասվեց հաջորդ տարի Շուշիում, ես ասում եմ դա ինչպես հրեաներն են ասում հաջորդ տարի Երուսաղեմում, նրանք 2000 տարի ասում էին դա մինչև հասցան իրանց ուզածին, բայց մեզ մոտ արգելված է ասել Արցախ, արգելված է ասել հայկական Շուշի, Արցախյան շարժում, անկախության հռչակագիր, Արարատ, Վան, Սասուն, Մուշ, Բիթլիս, Կարս, Կարին, սա պարտություն է, սա ինքնասարք պարտություն է, կամավոր պարտություն է, ահա ինչու ես ասում եմ, որ այն ինչ դուք եք քարոզում դա հաղթանակ խաղաղություն չէ, ես պետք է ասեի
դա խաղաղություն չէ, ինչ հաղթանակ։ Դա պարտություն է։ Դուք պարտության պոետն եք, պարտության խմբագիրը, պարտության վարչապետը։ Եվրոպան ձեզ առաջարկում էր հաղթանակ և հիմա էլ է առաջարկում, որովհետև Եվրոպան կանգնեցնում է բռնապետներին, Միլոշևիչին, Լուկաշենկոին, Պուտինին, և եթե դուք չխանգարեք Եվրոպային, նրանք կկանգնեցնեն Ալիևին, բայց դուք օգնում եք Ալիևին։ Այն ինչ կատարվեց Երևանում մայիսի սկզբին, դա Ֆրանսիայի նախագահի քաղաքական սխրանքն էր։ Նա համոզեց, որ այստեղ գա Զելենսկին, որ այստեղ գան Բելարուսի վտարանդի դիմադրության ղեկավար, վտարանդի նախագահ Ցիխանովսկայան, որ այստեղ գան եվրոպական երկրների առաջնորդները և անգամ Կանադայի վարչապետը, Բրիտանիայի վարչապետը, որոնք Եվրամիության անդամ էլ չեն։ Ֆրանսիան որոշեց մտնել կռվի մեջ և անել այն, ինչ պետք է անի Հայաստանը, և չի անում, վախվորած, և մեծահոգի Մակրոնը անցավ դրա վրով։ Նա խոսում էր ավելի հայանպաստ, ավելի հայավարի, քան Հայաստանի վարչապետը։ Ով էր Հայաստանի վարչապետը 26 թվականի մայիսի 1-ին ու 2-ին, Փաշինյանը թե Էմանուել Մակրոնը։ Այդ հարցին պատասխանեք ինքներդ։ Մակրոնը որոշեց Եվրոպայանունից հայտարարել, որ այո, Հայաստանը Եվրոպա է, և նրանք երկրորդում էին գրեթե բոլորը։ Ձևակերպեց դա պաթետիկ ձևով Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, ասելով, որ Հայաստանը Եվրոպայի սիրտն է։ Այդ ամենը ճիշտ է։ Դա պատասխան է Պուտինին ու Լուկաշենկոին, որոնք հռհռում ու հեգնում էին, ում են պետք այս հայերը, բացի մեզնից։ Դա պատասխան է այն ռուսուլման հայերին, որոնք զզվացրին ապուշ հարցերով, ում ենք պետք մենք Եվրոպայում, տեսակ ում ենք պետք մենք։ Մոսկվա 3 պետության ղեկավար են գալի, Մալայզիայի սուլթանը, Սլովակիայի Ֆիցուն և Բելարուսի Լուկաշենկոն։ Սերբիայի Վուչիչը չգիտեմ գալիս է թե չէ, ոնց որ թե չի գալիս։ Մնացածները պետություններ էլ չեն ներկայացնում։ Աբխազիա, Օսեթիա, կներեք, քիչ է մնում արդեն Թաթարստանի ու Դաղստանի նահանգապետերին բերեն որպես պատվավոր հյուրեր։ Իսկ Հայաստան եկել են տասնյակ առաջնորդներ, որովհետև Եվրոպան որոշեց, որ Հայաստանը Եվրոպա է։ Ախր Հայաստանը դա պետք է որոշի։ Եվրոպան թույլ չի տա այդ պարտությունը, թույլ չի տալու։ Եվրոպային պետք է Հայաստանը։ Բայց Հայաստանին, ոչ թե Եվրոպան, Հայաստանին Հայաստանը պետք է։ Եթե պետք է, ուրեմն չկա Հայաստան առանց Արցախի գաղափարի, Արցախյան շարժման, որովհետև Ֆրանսիան Ֆրանսիա է Շարլ դե Գոլի դիմադրության շնորհիվ, այն դիմադրության, որի հերոսներն էին Միսակ և Մելինե Մանուշյանները, Ազնավուրը իր ընտանիքով, դիմադրության, այլ ոչ թե կոլաբորացիոնիզմի, որը ղեկավարում էր Ֆիլիպ Պետենը, ասելով նույնը, ինչ հիմա ասում է Նիկոլ Փաշինյանը, հաշտվենք թշնամու հետ, Հիտլերի հետ կարելի է լեզու գտնել, առևտրական կապեր ստեղծենք, ընդհանուր շահ գտնենք մեր դահիճների հետ, հա զավթեցին մի քիչ, բայց ոչինչ, դե մի քիչ էլ մնաց, կարելի է ապրել,
Փարիզը մերը չի, բայց Վիշին դա իրանց ջերմուկն է։ Լավ, հանքային ջրեր կան Վիշիում։ Այդ վիշիզմը դա ֆրանսիական ֆաշիզմ էր։ Եվրոպան դա Պետեն չէ, դա Դեգոլ է։ Եվրոպան դա Չեմբերլեն չէ, դա Չերչիլն է։ Դա Հավելն է։ Դա Սախարովն է։ Դա Լեոնիդ Ազգալդյանն է։ Արթուր Մկրտչյանը, Իգոր Մուրադյանը, դա դիմադրություն է, դա արժանապատվություն է, դա հաղթանակ է, այլ ոչ թե պարտություն։ Անգլիայի թագավորը կատակով ամերիկյան կոնգրեսում մի շաբաթ առաջ ասաց, մեզ հաճախ ասում են, որ եթե չլինեին ամերիկացիները, մենք կխոսեինք գերմաներեն, ինչը ճիշտ է, եթե չլիներ սովետական բանակը և ամերիկյան նախագահ Ռուզվելտը, Եվրոպան խոսել էր գերմաներեն, թագավոր Չարլզը դա լավ գիտի, որտև ինչպես և շատ այլ թագավորական ընտանիքներ, Վինդզորները, բրիտանական թագավորները, Անգլիայի թագավորները, գերմանացիներ են ազգությամբ։ Իսկ ինչեր են կխոսեր Հայաստանը, ինչեր են, դուք շատ լավ գիտեք, թուրքերեն և ռուսերեն։ Այսօր հաղթանակի օրն է, և ես ընդհանրապես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ չի կարելի համաձայնվել պարտությանը, չի կարելի հրաժարվել հաղթանակի երազանքից, Սարդարապատից և Արցախից, Շուշիից, չի կարելի հրաժարվել մեր ինքնությունից, որովհետև փոխարենը մենք չենք ստանում խաղաղություն, մենք ստանում ենք պարտություն, իսկ պարտությունը հայերեն նշանակում է պարտք մնալ, պարտավորված մնալ։ Մենք ոչ ոքի պարտք չենք, և մեր միակ պարտականությունը մեր հերոսական նախնիների և մեր չծնված դեռ երեխաների առջև պահպանելն է Հայաստանը հպարտ, չի կարելի հպարտանալ պարտությամբ, այսօր Հայաստանում իշխում են հպարտ պարտվածները, իրենք պնդում են, որ պարտությամբ պետք է հպարտանալ, չի լինում հպարտ պարտված, չի լինում հպարտ պարտություն, չհամաձայնվեք դրան, Եվրոպան տալիս է մեզ խաղաղ հաղթանակի երաշխիք, շուտ լինենք Եվրոպայում, շուտ լսեիք մեզ, չենք պարտվի 20 թվականին, ընդունելու էինք, մենք կընդունեինք Ջո Բոլթոնի առաջարկը, զենք, քաղաքական, ֆինանսական աջակցություն Միացյալ Նահանգներից, դեռևս 2018 թվականին, կընդունեինք Ֆրանսիայի առաջարկները, այն ինչ հիմա առաջարկվում է, դա դեռ խոստում չէ, դա ակնարկ է, որ դուք դա կարող եք ստանալ, ոչ ոք չի տա զենք Հայաստանին, քանի այստեղ ռուսական զորքեր են կանգնած, քանի Հայաստանը ռուսական կառույցների մեջ է և քանի Հայաստանում իշխում են ռուս գործակալները, վերևից ներքև։ Եվրոպան դա ոչ միայն խաղաղություն է, անվտանգություն, ապահովություն և բարգավաճում, դա նախ և առաջ հաղթանակ է, դա նախ և առաջ անվտանգություն է, որովհետև այդ հաղթանակը հենված է ուժի վրա, Եվրոպան գերտերություն է, և մեզ պետք է դուրս գալ ռուս-թուրքական փտած Տիտանիկից և անցնել մեր տապանով Եվրոպայի նավը։
Ես շնորհավորում եմ այն հաղթանակները, որ եղել են, եւ այն հաղթանակները, որ կլինեն, եթե Հայաստանը չդավաճանի ինքն իրեն, եթե մենք չդավաճանենք մեր առաքելությունը, մեր պատմական պարտավորությունը, եւ միայն այդ դեպքում մենք կհաղթենք։ Բաժանորդագրվեք, հարցեր տվեք ինձ, հայտնեք ձեր անհամաձայնությունը, ես սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Տարածեք իմ խոսքը, որովհետև մեր ալիքը գտնվում է պետական ճնշման ներքո։ Ավարտելով այդ խոսակցությունը միայն երկու օրինակ բերեմ։ Ես մի շաբաթ Գերմանիա եմ եւ այնտեղ ձայնագրված նյութերս էջերիս վրա կա։ Ունեին 200-մեկը 200,000 կներեք, 200,000 դիտում, մեկը 50,000-ից ավել դիտում, մյուսը հենց ես վերադարձա, դիտումներն ընկան 2-3-4,000-ի։ Ալգորիթմերը աշխատում են մեր դեմ, ալգորիթմերով աշխատում են իշխանական բոտերը ու ռոբոտները։ Այդպես որ օգնեք ճշմարտության եւ ազատության խոսքին։ Փոխանցեք իրար։ Ճշմարտությունը սկզբից սկսվում է որպես խոսք, ազատությունը որպես ազատ խոսք։ Լավ լինեք, շնորհավորում եմ մեր հաղթանակը։